Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Օրերս Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր պոդքասթի եթերում եւ խոսել է մանրամասն մի կարևոր ծրագրի մասին, որ TRIP-ի ծրագրի այլընտրանքը, ապա շրջափակման այլընտրանքը տարածաշրջանում պետք է լինի ըստ իրեն, ուրեմն Աբխազիայի երկաթուղի։ Եվ հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը այդտեղ խոսում է նրա մասին, որ սա ձեռնտու է ինչպես Ռուսաստանի, այդպես էլ Վրաստանի, այդպես էլ Աբխազիայի ճակերտներում, այսպես առանձին, այդպես էլ Հայաստանի։ Ի սկզբանե հետաքրքիրը այն է, որ Ռոբերտ Քոչարյանը առհասարակ Վրաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչում իր մոտեցումով, առանձին սուբյեկտ է այդտեղ ներկայացնում Աբխազիան, եւ բացի դրանից խոսում է, որ բոլորի համար փոխշահավետ է եւ գովում է Վրաստանի իշխանություններին ճակերտներում անկախ քաղաքականության վարման համար։ Ուրեմն այստեղ ես պետք է ուղղակի արձանագրեմ ձեր հետ միասին, որ մենք գիտենք, պարոն Քոչարյան, ձեր եւ KGB-ի սցենարի մասին, որը դուք պատրաստել եք։ Գիտենք, որ Վրաստանում դուք կարողացել եք գալ իշխանությանը։ Գիտենք, որ այսօր դուք որ գովում եք Վրաստանի հակա-ամերիկյան, հակա-եվրոպական, հակա-արևմտյան եւ պրո-ռուսական, պրո-չինական, պրո-իրանական արտաքին քաղաքականությունը, գիտենք, որ սա ձեր ծրագիրն է, ձեր նկատի չունեմ անձամբ Քոչարյանի, նկատի չունեմ նույնիսկ ձեր որևէ քաղաքական ուժի, ձեր այլ KGB-ի, Ռուսաստանի, որովհետև դուք KGB-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչ եք Հայաստանում, եւ ուստի այո, գիտենք, որ դուք կարողացել եք Վրաստանի միջոցով խափանել ճանապարհը դեպի Եվրոպա։ Տեսեք, իրանք գովում են, Ռոբերտ Քոչարյանը գովում է կոնկրետ Վրաստանի քաղաքականությունը այն դեպքում, երբ Վրաստանը կանգնեցրել է Եվրոպական միության ինտեգրման գործընթացը, որը ճանապարհ էր բացելու Հայաստանի համար։ Գովում է Վրաստանի քաղաքականությունը այն դեպքում, երբ Վրաստանը սահմանափակել է ոչ օրինական, ուղղակի իր հակա-արևմտյան քաղաքականության տրամաբանության ներքո ֆրանսիական զենքի մատակարարումները դեպի Հայաստան։ Երբ Վրաստանը սահմանափակումներ է ստեղծում Հայաստանի բեռների համար առևտրի ուղղությամբ եւ սրանով ճնշում նաեւ ուրեմն օգտագործում Հայաստանի դեմ տարբեր հարցերում։ Եվ այստեղից մենք գալիս ենք կոնկրետ եզրափակության արդեն, որ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ է, որ ուզում է մի կողմից այդ երկաթուղի բացելու օրակարգով Աբխազիայի, որը արդեն Ռուսաստանը ունի այդ օրակարգը, որովհետև հիմա Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները ունի կոնկրետ սրված։ Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիան գնում են թյուրքական ծրագրով։ Եվ մենք նրա փոխարեն, որ Վրաստանը եւ Հայաստանը միասին շարժվենք դեպի Եվրոպական միություն եւ Միացյալ Նահանգներ, այդ թվում կոնկրետ Ռումինիայի եւ Բուլղարիայի միջոցով Սև ծովով, ես նաեւ ասեմ ձեզ, որ ես ակտիվորեն շփվում եմ մեր գործընկերների հետ Ռումինիայում, Բուլղարիայում եւ կապեր ենք ամրապնդում այդ ուղղությամբ, որովհետեւ դա ռազմավարական նշանակություն ունի։ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է Հայաստանը նորից կապել Ռուսաստանի հետ, նորից դարձնել կախված Ռուսաստանից եւ ասում է ինչ տարբերություն Ադրբեջանով կգա այդ բեռը Ռուսաստանից, թե ուրեմն Վրաստանով, Աբխազիայով եւ այլն։ Հիմա այստեղ պետք է ընդգծել, որ Ադրբեջանով Հայաստանի հետաքրքրվածությունը իրականում Ռուսաստանի բեռներ ստանալու հարց չէր։ Դա Ռուսաստանն էր, ով առաջ ընկավ եւ միանգամից ասեց ես պատրաստ եմ եւ կուղարկեմ այդ բեռները, որտեւ մենք դրա փոխարեն ուզում ենք ստանալ ղազախական բեռները։ Ցորենը, ուրիշ նաև նավթամթերքը Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի շատ եւ շատ տնտեսական հնարավորություն, այլ ոչ թե ռուսական, որտեղ Հայաստանի տնտեսությունը այն էլ շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Եվ ինքը առաջարկելով այդ երկաթուղին, իդեմս նշեմ, այդ երկաթուղին չեն առաջարկել այն ժամանակ, երբ Հայաստանը պրոռուսական քաղաքականություն էր վարում, չեն բացել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունների ժամանակ, երբ Հայաստանը շրջափակման մեջ էր գտնվում, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ սահման փակ ուներ, պատերազմային իրավիճակ եւ Թուրքիայի հետ սահմանի բացման օրակարգ չկար։ Հիմա երբ մենք ունենք հնարավորություն բացենք Թուրքիայի հետ սահմանը, գնանք դեպի արևմուտք եւ ապա շրջափակենք տնտեսությունը, որովհետեւ դա կկապի արևմուտքի հետ, Վրաստանով եթե ռուսները ուզենային այստեղ ռուս օլիգարխը այսքան խնդիր չէր ստեղծի, հակառակը եթե իրանց հրահամանը չլիներ, ապա նույնիսկ
չէր լինի այս իրավիճակը։ Ադրբեջանով մենք ստանում ենք ելք դեպի կենտրոնական Ասիա եւ դեպի նաեւ Իրան, դա առանձին ուղի է, Իրանով դեպի ապագայում, երբ իրավիճակը կայունացվի, նկատի ունեմ Նախիջևանի հատվածով, եւ նաեւ դեպի Չինաստան, ապա Հայաստանը ստանում է այդ ամենը եւ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված է, որովհետեւ Հայաստանը գիտենք, որ այս ճանապարհով ստանալու է ապա շրջափակում։ Այս ճանապարհով Հայաստանը հանելու է իր կախվածությունը Ռուսաստանից եւ ուստի սրանով շատ կոնկրետ, հարգելի այնակիցներ, ձևավորելու է այնպիսի տնտեսական համակարգ, որը չի լինելու կախված Ռուսաստանից։ Եվ այստեղ Ռոբերտ Քոչարյանը բացահայտում է, որ առաջինը իրանց համար անընդունելի է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանի բացման գործընթացը, հասկանում եք, եւ իրանց քայլերը միտված են կոնկրետ, ուղղված են նրան, ասելով Արարատը մերն է, Թուրքիայի հետ սահմանի բացման հարցը փակում են, ասելով Ղարաբաղը եւ այլն այնտեղ վայրերը մերն է, փակում են այդ հարցը։ Բացի դրանից ստեղծում են պատերազմի վտանգ, որը կարող է վերսկսվել այն պարագայում, եթե Հայաստանը հրաժարվի ուրեմն ճանաչումից միմյանց տարածքային ամբողջականության, ապա շրջափակման գործընթացի դեմ, այսինքն Հայաստանը որ մնա մեկուսացված, բայց ինքը դրա այլընտրանք ինքը ասում է ոչ, մեկուսացված ոչ, դրա փոխարեն Հայաստանը կլինի Ռուսաստանի հետ փոխկապակցված։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի օրակարգն է նորից դարձնել Հայաստանը կախված եւ այդ նպատակով բացահայտ ուզում են օգտագործել Վրաստանը։ Հիմա արգելի է նկիցներ, սրանից լավ հաստատում բոլոր այն իմ խոսքերի, այն իմ քննարկումի ձեր հետ միասին, որ Վրաստանում ձևավորված է ռուսական ռեժիմ, որ ռուսները կարողացել են Վրաստանը փաստացի գրավել առանց գրավելու ֆիզիկապես զորքով, իրանց դրածո իշխանության միջոցով, ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու։ Եվ այստեղից իմ համար ամեն ինչ պարզ է դառնում, հասկանում եք, նորից եւ նորից։ Եվ հասկանալի է դառնում, որ բոլոր նրանք, ով հայկական ներքաղաքական դաշտում աջակցում են ռուս օլիգարխին, իրանք ստացվում է, որ աջակցում են այս սցենարին, Վրաստանի նման սցենարին, որ ռուս օլիգարխը երկրորդը կառավարի Հայաստանով եւ կունենանք երկու պետություն, երկուսում էլ ռուս օլիգարխներ իշխանությունը, երկրորդը, ով ուրեմն աջակցում է այդ մոտեցումին հակամարտության տրամաբանության, որ Արարատը մերն է։ Առաջերտին ես պետք է նաև ասեմ, Ռոբերտ Քոչարյան, բա որ նախագահ էր, Արարատը ինչի՞ չէր հռչակել մերը, եթե այդպես ես պատկերացնում։ Եվ մեր ասելում դուք ինչ նկատի ունեք, ուղղակի խոսում եք, որ առանց որևէ նշանակության, բա որ խնդիրներ եք ստեղծում ձեր ուղղակի խոսելով։ Հասկանալի է, որ երբ որ նախագահ էր, հակառակը Սերժ Սարգսյանը հանել էր զգեստից ֆուտբոլային թիմի Արարատը։ Չմոռանանք դա։ Եվ հիմա իրանք դա օգտագործում են, որովհետև իրանց բուն նպատակն է հակամարտություն ձևավորելը։ Իսկ հակամարտության ձևավորելու նպատակը ասեմ, հարգելի այնակիցներ, բայց դուք գիտեք արդեն, մենք քննարկել ենք ձեր հետ միասին։ Վիտալի Բալասանյանը բացահայտեց այդ բացահայտ, ես կասեի, թշնամական մոտեցումներ ունեցող անձնավորությունը հայկական պետության հանդեպ բացահայտ ասեց, որ պետք է լինի միութենական պետությունում անդամակցելը։ Եվ դա նշանակում է, որ մի կողմից իրանք Թուրքիայի, Ադրբեջանի հետ սահմանները փակ են պահելու հակամարտության տրամաբանություն, նույնիսկ պատերազմի վերսկսման հավանականություն, եւ զուգահեռ դրա Վրաստանի հետ միասին առաջարկելու են Հայաստանը, որ մտնի միութենական պետություն։ Եվ հետո կստիպեն Վրաստանն էլ որ մտնի։ Այո, այդ պատճառով է, որ այստեղ բռնապետություն է, որ վրաց ժողովրդին ճնշում են, որ Վրաստանը պատրաստվում է լրիվ ուրիշ սցենարների համար։ Մյուս կողմից այլընտրանքը ակնհայտ է։ Մենք պահպանում ենք Հայաստանում ուրեմն Ռուսաստանի վերահսկողությունից դուրս գտնվող իշխանությունը, որը այս տորվա իշխանությունն է, որը Միացյալ Նահանգների հետ այդ փաստաթուղթը ստորագրեց, որը տարածաշրջանում հակամարտության տրամաբանությունն է ավարտում Վաշինգտոնի շնորհիվ, որը Եվրոպական միությունում անդամակցության գործընթաց է առաջարկում, բայց վարչապետ Փաշինյանը ասում է, Վրաստանն է խնդիր, հարգելիներ, եւ դա շատ անկեղծ հայտարարություն է, եւ ես հաստատում եմ Վրաստանից լինելով, որ սա այդպես է։ Եվ այսպիսով ստացվում է, որ մեր համար ամեն ինչ պարզ է դառնում։ Բայց ասեմ ձեզ նաև, բա ինչպես են կառավարելու Վրաստանը եւ Հայաստանը ռուսները։ Ինչպես։ Չկա հիմա կոմունիզմ, չկա հիմա կայսրություն, որ թակավոր լինի, եւ ընդմիշտ որևէ բան չկա,
Պարզ է, նկատի ունեմ իրանց ղեկավարները եւ այլն փոխվելու են, ասեմ ձեզ շատ պարզ եւ ուղիղ։ Ես դա ասել եմ նաեւ։ Իրանք այստեղ պետքա ձևավորեն կրոնական չպետություններ։ Այո, կրոնը պետք է դառնա կառավարման գործիք։ Կոնկրետ այս դեպքում խոսք է գնում, խոսքին Հայաստանի դեպքում խոսք է գնում քրիստոնեության մասին, եւ խոսք է գնում, որ Կտրիչ Ներսիսյանը, որի մասին իդեմս հիշեցնեմ, Ռոբերտ Քոչարյանն էր ասել, որ հոգեվորական պետք է առաջնորդի այս ամբողջ պատերազմը, կներեք, հա, պատերազմը պետության դեմ, բայց հեսա պարզաբան եմ, հա, այս ամբողջ քաղաքական գործընթացը ասում են, որ հոգեվորական պետք է առաջնորդի եւ դեռ ներառեցին դրա մեջ Բագրատ Գալստանյանին, հիմա էլ ներառում են դրա մեջ կոնկրետ հետո Կտրիչ Ներսիսյանին։ Եվ իմ համար ամեն ինչ պարզ է այստեղ, հասկանում եք, շատ պարզ է ամեն ինչ։ Եվ ես ուղղակի ասեմ, ես օրերս նաև տարբեր վերլուծություններ եմ դիտել, անուն ազգանուններով նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ, բայց ես ասեմ, որ այս վերլուծաբան կոչվածները, այս քաղաքական գործիչներ կոչվածները նկատի ունեմ խոսքին իշխանությունին եւ ընդդիմությունին, որը ընդդիմություն հասկանալի է, նկատի ունեմ այդ խորհրդարանային ընդդիմությունը, որ ռուսական գործակալներ են, պարզ է։ Իշխանությունը հասկանալի է ինչ մոտեցում է վարում, մենք տեսնում ենք դրա արդյունքները, բայց ես զարմանում եմ այս վերլուծաբաններից, ուրեմն դուրս են գալիս այս վերլուծաբանները, ասում են Բագրատ Գալստանյանը արև մտա մետա։ Ռոբերտ Քոչարյանը, որ Բագրատ Գալստանյանի շարժումը սկսեց, բա դաշնակցությունը, որ սկսեց, բա Ռոբերտ Քոչարյանը ով է։ Դաշնակցության հետ միասին չէ, բա դաշնակցությունը, որ Կտրիչ բանին Բագրատ Գալստանյանին աջակցում էր։ Դուք դուրս եք գալի, ասում եք մենք պայմանավորվել էինք Բագրատ Գալստանյանի հետ, որ ամերիկյան ուղի ենք ունենալու։ Այո, իրոք։ Մյուս կողմից այս մարդիկ դուրս են գալի, այդ մարդիկ ուրիշ մարդիկ նաև ընդդիմադիր արևմտամետ իրանց համարող եւ այլն պայքարող, ով է ավելի արևմտամետ։ Ասում են Նիկոլ Փաշինյանը եթե վերընտրվի, ապա Հայաստանը վիլայեթ է դառնելու։ Հիմա ես հարց ունեմ ձեզ, այ արևմտամետներ։ Ուրեմն Վաշինգտոնը ձեր կարծիքով ուզում է, որ Հայաստանը վիլայեթ դառնա։ Ջեյ Դի Վենսը, որ գալիս ասում է մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, չէ, աջակցում ենք իր քաղաքականությանը։ Տրամպը, որ այնտեղից այս տրիպ ծրագիրը խաղաղության փաստաթուղթը կնքեց, եւ որի դեմ եք դուք։ Կարծում եք, որ Միացյալ Նահանգները ուզում է Հայաստանը վիլայեթ դառնա։ Բա ո՞նց է արևմտամետ։ Ինչու արևմտամետ եք։ Պրո-ամերիկյան եք ինչ առումով, որ Ամերիկան Հայաստանի թշնամի է ձեր կարծիքով, որ այստեղ վիլայեթ է ուզում։ Բա եվրոպական ուղու մասին, որ խոսում եք Եվրոմիություն, բա մի հատ կարող է պարզաբանենք, որ Եվրոմիությունը այս պահի դրությամբ տարածաշրջանում փաստացի Վրաստանի միջոցով ճանապարհը փակվել է, Եվրոմիության այստեղ ռուս օլիգարխը փակել է, եւ Հայաստանն է այսօր, իդեմս վարչապետ Փաշինյանի փորձում տարածաշրջանում բարձրացնել այդ հարցերը։ Այսօր Եվրոմիությունում, որտեղ որ ես նաեւ գիտական աշխատանքով եմ զբաղվում Բրյուսելի ուղղությամբ, հստակ ասեմ ձեզ, որ իրանք վարչապետ Փաշինյանի ժողովրդավար պրոեվրոպական առաջնորդ են համարում։ Մի բան էլ ավելացնեմ, հա, դուք առհասարակ եվրոպացի եւ ամերիկացի հետ խոսում եք, թե կներեք, բայց կարող է բամփասանքով եք ուղղակի զբաղված քաղաքական եւ ընդհանրապես կապ չունեք այդ կենտրոնների հետ։ Մյուս բանն է, որ ասում եք այնտեղ լոբիստական գործունեություն եք զբաղվում կամ ինչ որ կապեր եք հաստատում։ Դա ես չեմ ընդունում։ Դա դուք գնում եք այնտեղ, գումար եք փոխանցում եւ ձեզ գումարի փոխարեն ինչ որ բրենդինգ են կազմակերպում։ Ես դա նկատի չունեմ։ Դուք ամերիկացի եւ եվրոպացի հետ խոսում եք, տարբեր այդ քաղաքական ուժերին նկատի ունեմ, որոնք իրանց արևմտամետ են համարում։ Բա մի հատ հարցրեք։ Մի հատ հարցրեք, ասեք, մենք որ ասում ենք ներքաղաքական դաշտում Արցախը մերն է։ Եվ ասում եք դուք պրո-ամերիկյան եք։ Մի հատ հարցրեք, Ամերիկան դրա կողմ է, թե դեմ է։ Լավ, չեք հարցնում, մի հարցրեք, Վաշինգտոնի փաստաթուղթը բացեք, մի հատ կարդացեք։ Բա Վաշինգտոնը ամբողջ փաստաթուղթ է ձևավորել։ Հարցրեք դիվանագետներին ճանաչում եք, չէ՞։ Շփվում եք հուսով եմ։ Հուսով եմ, որ միայն եթերից եթեր չեք ման գալի եւ քաղաքականությամբ եք զբաղվում նաեւ։ Բարձրեք Վաշինգտոնին, իրանք ինչ կարծիքի են եկեղեցում արկա KGB-ի ազդեցության մասին։ Հարցրեք եւ ինչու մի հատ հայտարարություն չի արել Վաշինգտոնը նրա մասին, չնայած ANC-ի հայդատի, այսինքն Վաշինգտոնում շատ լուրջ ջանքերի,
մի հատ քննադատություն չի արել, որ այդքան հոգևորական են ձերբակալել։ Այսինքն հոգևորականի կերպարը զբաղեցնող KGB-ի գործակալներ, ավելի կոնկրետ որ ասեմ։ Բա մի հատ պարզեք Նիկոլ Փաշինյանին, որ ասում եք թուրքացնելու է պետությունը, բա Վաշինգտոնը այդ ծրագրով տարավ, բա մի հատ իմացեք Վաշինգտոնին պետք է ապաշրջափակում այստեղ, թե ոչ։ Երևանի հետ միասին։ Բա մի հատ պարզեք այդ ամենը, լավ, այդ ամենը կողքի եմ դնում։ Հայաստանի տնտեսության 80%-ը կախված է Վրաստանից։ Բա մի հատ կամ կապնվեք իմ հետ, կամ գրեք միտեղ, եթե չգիտեք, եթե գիտեք, ահա, հանրային, ոչ էլ ցանկություն ունեմ առանձին որևէ բան քննարկելու։ Բա մի հատ հարց ձեզ ուղեք։ Վրաստանի միջոցով ոնց է կապը արտաքին աշխարհի հետ պահպանելու։ Հիմա 80% չի, հարգելի այնակիցներ, հիմա ավել է, գուցե 100% է։ Չեմ ուզում ամեն ինչ հանրային ասել։ Իրանի սահմանում ինչ իրավիճակ է, Իրանում ինչ իրավիճակ է։ Այսինքն 100%-անոց կախվածություն ունեցող ռուս օլիգարխի այստեղ իշխանությունից, որը հակաամերիկյան, հակաեվրոպական է դառել, եւ այս իրավիճակում դուք խոսում եք Եվրոպական միության անդամակցության մասին։ Իրոք, ես կողմնակիցներից մեկն եմ ամենաշուտ այստեղ եմ պայքարում Վրաստանում Եվրոպական միության անդամակցության համար։ Բայց դուք Նիկոլ Փաշինյանին քննադատելով, որ հայտ չի ներկայացնել, ուղղակի ցույց եք տալի իմ համար, որ դուք քաղաքականության մասին պատկերացում չունեք։ Ուղղակի չեք բա։ Դուք կարծում եք քաղաքականությունը դա ուղղակի ցանկություններ է։ Այսինքն փաստ է, որ այս իրավիճակում այլընտրանքը ակնհայտ է, հա։ Մի կողմից Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում են Հայաստանի կախվածություն ձևավորել։ Այդտեղ մենք տեսնում ենք նաեւ Սամվել Կարապետյանը, որ խորամանկ քայլեր է անում, հա, ինչ որ պայմանավորվածություններ է կնքում, փորձում է իրան քիչ ռուսամետ ցույց տալ։ Բիձին Այվանիշվիլին գերազանց տարեց։ Բա ուսումնասիրեք եւ ես զարմանում եմ մարդիկ, ով իրանց արևմտամետ են համարում, ասում են Նիկոլ Փաշինյանի դեպքում Հայաստանը ուրեմն վիլայեթ է դառնալու, իսկ Սամվել Կարապետյանի դեպքում հասկանալի չի, որ ինքը պրոռուսական է, թե պրոռուսական չի միջև վերջ։ Իրոք, բայց հիմա ես դες ուղիղ հակառակ ասեմ, գնում ես Վաշինգտոն, Բրյուսել եւ հարցնում ես, ասում ես դուք ինչ կարծիքի եք։ Նիկոլ Փաշինյանը թուրքամետ է, թե արևմտամետ է։ Եվ իրանք ձեզ կպատասխանեն, որ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է հիմա, այդպիսի քաղաքականություն է հիմա վարում։ Եվ իրանք ձեզ կպատասխանեն, հասկանում եք։ Եվ եթե իրանց հարցնեք, բա Սամվել Կարապետյանը ձեզ կասեն որևէ դեպքում անընդունելի է ռուսական օլիգարխի ազդեցությունը հարևան Վրաստանում տեսել ենք, Ուկրաինայում տեսել ենք, Մոլդովայում տեսել ենք, հենց Ռուսաստանում տեսել ենք, շատ ուրիշ վայրերում տեսել ենք։ Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի մասին ակնհայտ է, չէ՞, ուղիղ KGB-ի գործակալ է։ Գործակալել չէ, KGB-ի բարձր պաշտոնյա է նաև։ Այսինքն, հիմա իրանք առաջարկում են իրենց վերահսկողության տակ վեկալած Վրաստանի միջոցով այդ կապերը ամրապնդել, այդ կախվածությունը ձևավորել, հասկանում եք, հարգելի այնակիցներ։ Շատ բացահայտ եւ ես այդ ընդդիմադիր իբրև գործիչներին բոլորի նկատի չունեմ, կան մնում են առողջ մարդիկ, բայց այդ ում մասին ես հիմա ասում եմ, այսինքն այդ բովանդակությունը, տեսեք, անուն ազգանուններ չեմ ասում, որովհետեւ ես իրանց գովազդով չեմ պատրաստվում զբաղվել։ Բովանդակությունը նկատի ունեմ։ Դուք պատկերացում չունեք քաղաքականությունը ինչ է։ Դուք իրական իրավիճակում, որտեղ որ կա իրական աշխարհաքաղաքական իրավիճակ, այլ ոչ թե գրքերում գրված 50 տարվա, 10 տարվա առաջվա ինչ որ թեզեր եւ իրավիճակներ։ Այսօրվա իրավիճակը, այսօր Վրաստանում տիրողը, այսօր Ադրբեջանը ինչ իրավիճակ ունի նաև տարածաշրջանում եւ ինչու է Ադրբեջանը հետաքրքրված TRIP ծրագրով։ Այստեղ նաև խոսակցություն է գնում նրա մասին, որ փաստացի փոխշահավետությունը չի կարող խաղաղության հիմք լինել։ Կարող է, որովհետեւ դա չի նշանակում փոխշահավետությունը, որ խնդիր է նրա, որ դու զուգահեռ ռազմական ծախսերը զարգացնես, հակառակը Միացյալ Նահանգների հետ մենք ռազմական հնարավորությունները խորացնելու ենք եւ զարգացնելու ենք։ Բայց երբ դու թուրքական պետությունների միության հետ փոխշահավետ կապեր ես ձևավորում, հակամարտության թիրախ եւ այսպիսի պլացդարմ կամ իրանց համար այսպիսի զսպող մեխանիզմ լինելու, դա է խնդիրը, թիրախ ես դառնում։ Բայց մենք այդ մեխանիզմը նաև ենք դառնում այն առումով, որ մենք մենակ չենք։ Մենք մեր տարածքներն ենք պահպանում, այսինքն մենք աշխարհաքաղաքական խաղերի մաս չենք դառնում եւ փոխշահավետ հարաբերություններ ենք ձևավորում, այո։
որտեղ փոխշահավետության հիմքի վրա կարելի է խաղաղությունը դարձնել երկարատև, իսկ երբ կամ խախտվի այդ փոխշահավետությունը, այդ իրավիճակի համար պատրաստ է պետք լինել, եւ այդ նպատակով Հայաստանի զինված ուժերը պետք է զարգանան, բայց ընդհանուր համատեքստում միայն փոխկապակցվածությունն է, որ պատերազմի ռիսկերը նվազեցնում է, այդ թվում ներսում Եվրոպական միությունում, բացի այնպիսի համակարգներից, ինչպիսին Ռուսաստանը, որը ունի փոխկապակցվածություն Եվրոպայի հետ, բայց միևնույնն է ընտրեց պատերազմի ճանապարհը։ Այսինքն փոխկապակցվածությունը երաշխիք չէ, բայց շատ ուրիշ բաներ էլ երաշխիք չէ։ Երաշխիքները պետք է լինեն հիմնված քո պետության բալանսավորված արտաքին քաղաքականության, քո պետության անվտանգային համակարգների, այդ թվում առաջերտին բանակի, արտաքին քո հարաբերությունների եւ ամենակարևորը հակամարտության պոտենցիալ ունեցող ուժերի հետ հակամարտության տրամաբանությունից դուրս գալը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է Ռուսաստանի այստեղ գուբերնիա դառնալը նորից Վրաստանի հետ միասին։ Եվ ես ասեմ, որ ես նաև ինչպես Վրաստանից լինելով, ես դրա դեմ եմ, եւ վրաց ժողովուրդը դրա դեմ է։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանն այստեղ որ գործակալ ռուս օլիգարխ Իվանիշվիլու վրա է հույս դրել, ասեմ ձեզ, որ այդ հույսերը վրաց ժողովուրդը շատ լավ նաև կհասկանա, թե ինչ է նշանակում։ Եվս մեկ անգամ նշանակում է օկուպացրել եք դուք Վրաստանը, գրավել եք Վրաստանը։ Ազատագրելու ենք Վրաստանը, իհարկե։ Վրաց ժողովուրդը ազատագրելու է Վրաստանը։ Վրաստանի քաղաքացիները բոլոր ազգերի, բոլոր հայացքների ներկայացուցիչները ի վերջո ազատագրելու են Վրաստանը, ինչպես Հայաստանը ազատագրեցինք ռուս գործակալներից։ Եվ հիմա ակնհայտ է, որ տարածաշրջանում միակ ժողովրդավար առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Միակ արևմտամետ այստեղ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Երկրորդը Իլհամ Ալիևն է, որը գիտի Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարևորությունը եւ այդ պատճառով TRIP ծրագրի վրա գնաց։ Այսինքն TRIP ծրագիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու լավագույն տարբերակն է։ Եվ այն, ինչ առաջարկում են այս երկու կոնկրետ ուժը, Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի, դա խաղաղության օրակարգը վերանայելու եւ շատ վտանգավոր իրավիճակ ձևավորելու մասին է։ Մյուս կողմից ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում կան առողջ ընդդիմադիր ուժեր, ով TRIP ծրագրի կողմնակից է եւ պոպուլիզմին չի դիմում, չի ասում Արարատ, Արցախ եւ այլն։ Իսկ մյուս կողմից ընդդիմադիր դաշտում կան ակնհայտ, ասեմ ձեզ, կամ այս մարդիկ ուղղակի դիլետանտ են, այսինքն պատկերացում չունեն քաղաքականությունը ինչ է, ուղղակի այսպես եթերների միջոցով իրանց դնում են ինչ-որ մի բանի մասնագետի տեղ կամ, չգիտեմ, քաղաքական գործիչների տեղ, ուղղակի դիլետանտիզմով են զբաղվում, կամ մյուս կողմից գործակալ են, որովհետև ուրիշ տարբերակ չի ստացվում, այսինքն դուք այստեղ Վաշինգտոնի օրակարգի դեմ եք գործում, Բրյուսելի օրակարգի դեմ եք գործում, Բրյուսելին հարցրեք, ուզում են Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Այսինքն շատ լավ հասկանում են, որ ուրիշ արևմտամետ ընդդիմադիր ուժ այդքան քաշ ուղղակի չունի։ Եվ ուզում են վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, որովհետև այլ ընտրանքը դրա սարսափելի է։ Վաշինգտոնում իհարկե ուզում են Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որովհետև TRIP ծրագիրը առաջ պետք է տարվի եւ շատ քչերն են հայկական դաշտում եւ ես գովում եմ այդ շատ քչերին, բայց կան, ով ասել են, որ TRIP ծրագիրը ճիշտ է։ Մնացածը պոպուլիզմից են կողմ չեն գնացել, վերանայում են, երաշխիք են ավելացնում կամ չգիտեմ ինչ մոտեցումներ ունեն, այսինքն տեսնում եմ նաև, հա, քննադատում են Վաշինգտոնին, չգիտեմ, իրանց տարբեր գործունեության համար, այսինքն այդ մարդիկ ոչ Հայաստանի ներկա իրավիճակն են պատկերացնում, ոչ էլ աշխարհաքաղաքական հիմա զարգացումները, եւ ես ցավում եմ, որովհետեւ հայկական այս քաղաքական վերլուծական քաղաքական լրատվական դաշտում լուրջ խնդիր ունենք, լուրջ, որովհետեւ այսպես մենք հեռու չենք, մարդկանց կարծիքի վրա ազդում են անհասկանալի ինչ որ թեզերով եւ պատկերացումներով, հա։ Ի վերջո ամեն ինչ ուղղված է նրան, որ Նիկոլ Փաշինյանին թիրախավորեն ամեն ձև։ Ուղղակի իրանց ինքնահաստատման գլխավոր հիմքը Նիկոլ Փաշինյանին թիրախավորելն է։ Սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը սխալներ չունի, բայց եւ աշխարհաքաղաքական համատեքստում դու Նիկոլ Փաշինյանին քննադատում ես այսօր, որը Վաշինգտոնի եւ Բրյուսելի աջակցություն ունի եւ այդ ուղով է շարժվում, ինչ մասին խոսենք առհասարակ։ Եվ ասում եք, որ ինքը արևմտամետ չի եւ Սամվել Կարապետյանը ավելի լավ այլընտրակ դրան կլինի, եւ ամփոփելով հարգելի անկիցներ ուղակի արձանագրեմ, որ այստեղ այս մարդիկ, անկեղծ եմ ձեզ ասում, այս մարդիկ լավ չեն պատկերացնում ստեղծված իրավիճակը։ Անկեղծ իրանք չեն պատկերացնում նաեւ
Ընդ որում, Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջև արկա իրավիճակը։ Իրանք չեն պատկերացնում տարբերությունները Վաշինգտոնի եւ Բրյուսելի մոտեցումներում։ Չեն պատկերացնում արևմտյան տարբեր շերտերում այսօր տարբեր մոտեցումները։ Չեն հասկանում TRIP ծրագիրը ուր է տանում։ Այսինքն ես կա բաներ, ես ձեզ ուղիղ ասեմ, ես չեմ կարող հանրային ասել։ Ես միակ բանը, ինչ կարող եմ ձեզանից ակնկալեմ, որ դուք ինձ կվստահեք։ Դա է ամենակարևորը։ Բայց կա բաները հանրային չեմ կարող ասել։ Ուղղակի այս մարդիկ չեն հասկանում շատերը, թե ինչ իրավիճակ է այսօր Վաշինգտոն-Բրյուսել հարաբերություններում, ինչ կապեր ենք ձևավորել Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ, ոնց ենք բալանսավորում դա եւ ինչքան պրագմատիկ է այսօր, որ Հայաստանը չի դիմում դեռ Եվրոպական միության անդամակցության հայցով։ Ինչքան պրագմատիկ է, որ Հայաստանը Վրաստանի առումով ճիշտ քաղաքականություն է վարում եւ վարչապետ Փաշինյանը նաեւ այս հարցը որ բարձրաձայնեց Բրյուսելում։ Ինչքան պրագմատիկ է, որ մենք TRIP ծրագիրը զարգացնում ենք, բայց ինչ հեռանկարով, ինչ ծրագրերով եւ ոնց։ Այսինքն դա է ամենակարևորը, որովհետեւ իրանք չեն հասկանում TRIP ծրագրի բովանդակությունը։ Եվ կարճ ասեմ, որ մենք դրա միջոցով պետք է նաեւ այստեղ դառնանք այն պետությունը, որը այսպես ամենակարևոր դերը կզբաղեցնի այս ամբողջ լոգիստիկ կապերում։ Եվ եթե մարդիկ կարծում են TRIP ծրագրով մենք ենք մի բան զիջում, ապա ուղղակի թող ուշադիր լինեն նրան, որ TRIP ծրագիրը դա Միացյալ Նահանգների ծրագիր է։ Մենք ապահովում ենք Հայաստանի երկար ժամկետով խաղաղությունը, TRIP ծրագրի միջոցով տարածքային ամբողջականությունը, ամերիկյան շահը այստեղ ապահովված է, որի շնորհիվ Ամերիկան ապահովելու է մեր շահը, իսկ մեր շահը պետք է լինի շատ հզոր, փոքր, բայց կայացած, զարգացած պետություն դառնալը Իսրայելի նման, դա այդ թվում իմ սեփական օրակարգն է։ Իմ սեփական, այո, եւ ես գործում եմ, գիտեք, անկախ այս գործընթացներից, որտեղ պետք է ես վարչապետ Փաշինյանին աջակցում եմ, բայց ես անկախ եմ գործում եւ նույն Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ առաջերտին Վաշինգտոնի, այսօրվա իմ օրակարգը այն է, որ Հայաստանը մենք պետք է կարողանանք TRIP-ի ծրագրի միջոցով այդ թվում առաջերտին եւ ամերիկյան եւ հայկական շահերը համապատասխանեցնելով իրար դարձնենք Իսրայելի պես հզոր պետություն։ Շատ պարզ է կարծեմ, եւ ես ցավում եմ, որ մարդիկ չեն հասկանում շատերը այս իրավիճակը։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, հարգելի այնակիցներ, կհանդիպենք ստես